Այդ մարդը տենց կառուցել է, բան արել, մտածել է, երևի վերջում փող պետք է տան, բան պետք է անեն։ Ոչ, իհարկե փող չպետք է տային։ Կառուցողին ասել են, այդ որ աչք ենք փակում թերություններիդ վրա, այդ որ բան ենք անում, բա գիտես սիրուն աշկերիդ համար է, սիրուն աշկերիդ համար չի, մեր դղյակների համար է, հարգելի կառուցող տենդեր շահած ընկեր։ Տենց, բան են արել, այս մի հատ էլ նայեք, կայքակ մոտիկ կարծես պարոն Ավետիսյան, երևում է հիմա, լավն է, չէ՞։ Մի հատ մենակ 65 միլիոն դրամի ստեղ բաղնիք են կառուցել ու լողավազան, 65 միլիոն դրամի սաունա է կառուցել Սեյրան Օհանյանը իր առանձնատանը, 65 միլիոն դրամի, արա, մեր խմբակցության հայտարարներն են օրը նայում, զուտ հետաքրքիր էր էլի, մարդիկ 20 տարով հիպոթեկներ են վերցրել, ամեն մեկի տունը 20 միլիոն է, Սեյրան Օհանյանը 60 միլիոնի սաունա է կառուցել մենակ, Հա, Տիկին Ջուլակյանը 30 տարով է հիպոթեկը վերցրել մոտավոր այդքանի, 60 միլիոնի մենակ լողավազան է կառուցել, բնականաբար Հայաստանի Հանրապետության ու բանակի շահերից ելնելու, բնականաբար, հերոսությունից դրդված, ասենք, տենց հերոսությունը մի օր խփել է գլխին, տենց հիշել է ինչ հերոս մարդ է ինքը, որոշել է Սևանի բանին, ափին տենց նվաճողական գործողություններ իրականացնել ու իրականացրել է։ Էսա ձեր պատկերը, ժողովուրդ ջան։ Հələ այդ էլ հերիք չի, մի հատ էս կառուցելուց հետո էլ ինչ են արել, ռազմականից, այն մարդկանց, ովքեր պետքա բանակում հետևեն, որ հանցագործություն չլինի, պետքա բանակում հանցագործությունները կանխարգել են, հանցախորությունների համար պատիժներ փորձեն ստանալ, ռազմական ոստիկանության ծառայողներին տարել այնտեղ կասել պահակություն կանեք, արա, ենթադրում են վերջում ավելացրել է նա, ռազմականի աշխատողներին, Այդ ընթացքում այդ երկու ռազմականի աշխատողը քանի ինքնասպանության դեպք կարային կանխեին բանակում, քանի հանցագործության դեպք կարային կանխեին բանակում, ինչ հանցավորության դեմ պայքար կարային տանեին նրանք, քննությունը լռում է։ Բայց այնուամենայնիվ իմ համար հստակ է, ժողովուրդ ջան, իմ համար հստակ է։ Սա կատարյալ դասական, քոչայանական, սերժական իշխանության դեմքն է։ Գնացել են, հողը զավթել են, ասաբնյակը գցել են, աշխատողներին էլ տարել են պետությունից աշխատավարձը տվել են, ասել են ստեղ պահակություն արեք, արա, ենթադրում են վերջում ավելացրել են նրանք։ Հիմա եկել են քաղաքական հետապնդում, ի՞նչն է քաղաքական հետապնդում։ Ի՞նչն է քաղաքական հետապնդում սրա, ես ուզում եմ հասկանամ։ Ոնց կարա ստեղ ինչ-որ մի բան լինի քաղաքական։ Քաղաքական ստեղ մենակ մի բան կա։ Քաղաքական ստեղ մենակ մի բան կա, որը վերջում կասեմ ամենա թե ինչն է։ Հետո, բայց ես էլ դեռ ամեն ինչի։ Այս ամենը փաստացի եղել է ուղղակի հողի վրա, պետական հողի վրա կառուցած շինություն։ Ինչ որ միձև սրան պետք էր, ինչ որ մի երանգ տալ, տեսք տալ, թուղթ տալ։ Պետք էր։ Ինչ են արել դրա համար։ Դրա համար թղթերը ներկայացրել են, որ իբր դատարկ հող է, պետք է այս դատարկ հողը վարձով տալ։ Հետաքրքիր զուգադիպությամբ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ։ Այդ մրցույթը դրել են ու շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ հողի մրցույթում, մրցույթը էլի ով բան անի, աճուրդին ով ավելի շատ փող առաջարկի, ներդրումային ծրագիր առաջարկի բան, հյուրանոց կառուցելու ներդրումային ծրագիր առաջարկի, տուրիստական, այդ մարդն էլ լնելու է բանը, շահողը ու 25 տարի տնօրինելու է հողը։ Ով քեզ զարմանք Այդ էլ ես մարդկանց բանը կարողությունների վրա կասկածում եք ախր։ Ով քեզ զարմանք այդ մրցույթը շահում է Սեյրան Օհանյանի շոֆերի սանտեխնիկ աղբերը։ Իմ շատ սիրելի ու իմ կողմից շատ հարգված սանտեխնիկ մասնագիտության տեր սիրելի քաղաքացիներ։ Այ օրինակ վերջին անգամ երբ եք գնացել ինչ-որ մրցույթի մասնակցել, տենց ինչ-որ մի հատ հողի մրցույթ շահել, վրան տենց $500,000 դղյակով, ամիսը 50,000 դրամով, չէ, չեք կարեցել։ Սեյրան Օհանյանի վարորդի եղբայր սանտեխնիկ ձեր գործընկերոջից հարցրեք այդ ոնց է կարողանում դա անել, էլի ես։ Զուտ օրինական ու չքաղաքական բանի շրջանակներում են, որ սա քաղաքական հետապնդում է։ Հիշեք, այս ամբողջ ընթացքում հիշեք, որ այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։ Որ պայն որ մոռանաք, ընդդիմությունից խնդրում եմ մեկը թող հանկարծ մեր քաղաքացիներին անպայման հիշեցնի։ Հիմա պարոն Մինասյանը ստեղից փորձում է պաշտպանվի։ Լավ է անում պարոն Մինասյանը փորձում է պաշտպանվել։ Ես անկեղծորեն ասեմ, պարոն Մինասյանի արածը տենց ինչ-որ մի ծանր հանցագործություն չեմ համարում, բայց ես վստահ եմ, որ այդտեղ ձեր գործողությունների արդյունքում նաև պարոն Մինասյան Հայաստանի Հանրապետությունը վնաս է կրել։ Հեչ որ չէ, որ այդ հողը, այդ դղյակով վարձով է տրվել ամսական 50,000 դրամով,
Դա արդեն իսկ վնաս է։ Դա լոգիկա չկա ոչ մի, որ դա կարող լինի ամսական 50,000 դրամով։ Դուք իհարկե կարող պաշտպանվեք, ասեք, որտեղ է գրած, որ ես պետքա դա անեի, որտեղ է գրած, որ սա անեի, որտեղ է գրած, որ նա անեի, հա, կարող պաշտպանվեք։ Աղա նույնիսկ հաջող պաշտպանվեք, բայց դատարանում ստեղ չէ էլի։ Մի եկեք այս ամբիոնի մոտ, մի եկեք քաղաքական ամբիոնը դարձրեք իրավական պաշտպանության մաս, որտեղ դուք մեր քաղաքացիներին ստեղից էս եք ասում։ Ասում եք, հա, ճիշտ է, էսի, այս եկա ասաբնյակը, սիրելի քաղաքացիներ, վարձով ենք տվել ամիսը 50,000 դրամով, լավ են կարևոր դե ա գրած, որ պետքա չտայինք, որ։ Կարող է դատարանում, ես չգիտեմ, որ պայմաններում այս պաշտպանության թեզը ինչ-որ մի կերպ աշխատի, այստեղ չի կարող այս ամբիոնից այդ աշխատի, ժողովուրդ ջան։ Ձեր ամբողջ խմբակցության ասած է էսա, հետևյալն է, Հասեյրյանը գնացել է, պետական հողի վրա եկա ասաբնյակը գցել է, լավ է արել։ Ռազմական աշխատողներին տարել է, ռազմականի աշխատողներին, վաբշե առանց հրամանի, առանց բանի, առանց չգիտես ինչի, տարել է, ասել է պահակություն կանեք, լավ է արել։ Վերջում բերել են մրցույթի, լավ են արել։ Վերջում մրցույթը Սեյրան Օհանյանի վարորդի սանտեխնիկ եղբայրը շահել է, լավ է արել։ Արծվիկ Մինասյանը ինչ արել է ամեն ինչի մեջ։ Արծվիկ Մինասյանն էլ ընդամենը 50,000-ով վարձով տալու թղթերն է ստորագրել առանց նշելու, որ վրան եկա 500,000-անոց գույք կա։ Հետո Սա ասում եմ, նորից եմ ասում, կարող է պարզվի դատարանում, ես չգիտեմ դատարանը ինչ վճիռ կկայացնի, ես չգիտեմ ինչ կլինի այս գործի հետ դատարանում, դատարանի ինչ ասես կարա որոշի այդ դատարանի գործն է։ Բայց իմ ընկալմամբ այստեղ քաղաքական պաշտպանություն որպես օգտագործելը, հա լավ եմ արել 50,000-ով վարձով եմ տվել, խիպտի չտայի որը, բներեք լավ պաշտպանություն չի քաղաքական առումով։ Ու առհասարակ այդ նորմալ չի։ Ստեղից Տիկին Գրիգորյանն ուր է իմ քայլը ցուցակի 96-րդ համարը նախքին։ Իաննա Գրիգորյանը առավոտից իրիկու թողես կոռուպցիա բառից է խոսում, նույնիսկ մի բանը վա արտասանում։ Էս ի՞նչ է ժողովուրդ ջան, ամեն դեպքում էս ի՞նչ է։ Սա պաշտպանության նախարարի արածն է։ Երբ 2013-ից, եթե չէ, 13-ից 16 թվականներին։ Ինչ եք ուզում ես կյանքից, էլ ինչ ենք ուզում մենք ես կյանքից։ Եթե մեր պաշտպանության նախարարը այդ ընթացքում նստած զբաղված էր Սևանի ափին հողեր զավթելով, վրան ասաբնյակներ գցելով, ռազմականի աշխատողներին այնտեղ պահակության տանելով, ապա պարզ է, որ բանակի վիճակն էլ այդ պետք է լիներ։ Ուր են Տիգրան Աբրահամյանն էլ ասում էր բանը, ԿՊ-ի падգամավորները բանակի մայկեքից ու վարտիկներից ու մնացածից են խոսում։ Ժողովուրդ ջան, ես մեռա ասելով, եթե մենք դրանից խոսում ենք, ձեր քաղաքական ղեկավարությունը այդ մայկաներն ու վարտիկները բարի ուղիղ ու փոխաբերական իմաստով կերել է, որ sense տներ ակցել։ Զինվորների մայկեքը, վարտիկները, նասկիները կերել է, որ sense տներ ակցել, հասկանում եք դուք։ Ու sense, մեկ եք խմբակցությունով փորձում եք բացատրեք, թե ինչ լավ է, որ ձեր խմբակցության ղեկավարը sense ասաբնյակա գցել, խմբակցության քարտուղարն էլ ամիսը 50,000-ով վարձով թղթերն է կազմակերպել։ Նորից եմ ասում,